Հանձնաժողովի գործունեության հետ կապված մի գնահատական, որ ըստ էության այս հանձնաժողովը ստեղծված է Հայաստանում կոռուպցիան կանխելու համար, բայց փաստացի կոռուպցիան վխտում է ու ոչինչ չեն անում։ Ես փաստերով խոսեմ։ Տիգրան Ավինյան, Հայրիկի Դաչան, Սևանում, օրինակ նույն հաջողությամբ կարող եմ տալ Արմեն Փամբուխչյանի հայրիկը, Թոշակառու հայրիկը ինչ վարկ է վեկանում։ Կարող եմ շարունակել օրինակ նույն հաջողությամբ մեր ֆինանսների նախարարը ինչպես է ստանում անտոկոս բան $1 միլիոն վարկ, այսպես կոռուպցիան կարելի է, ասում են ու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս համատարած կոռուպցիայի մեջ ոչինչ չի կարողանում անել։ Այս հանձնաժողովը ելում է պետք։ Այսպիսի գնահատական է հնչում։ Քնար ջան, հանձնաժողովի գործառույթը կանխարգելելն է։ Ձեր ասած բոլոր դեպքերով արդեն մենք բոլոր դեպքերով ուսումնասիրություն արել ենք։ Մեծ մասով հաղորդում ենք ներկայացրել եւ այսինքն թվարկածներից որով եք հաղորդում հանձնաժողովը արդեն հրապարակել է, ես չեմ պատրաստվում առանձին հրապարակել, խնդրում եմ հանձնաժողովի այլ ելույթները նայեք։ Մենք այդ ձեր բոլոր ասած դեպքերով համապատասխան հաղորդումներ ներկայացրել ենք եւ բոլոր դեպքերում, երբ որ վերաբերելի է եղել եւ հիմքեր տեսել ենք, հակակոռուպցիոն կոմիտե մենք ինքներս ներկայացրել ենք հաղորդում։ Իսկ նաեւ դուք շարունակում եք մնալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ժամանակավոր պաշտոնական, նախագահ չկա։ Ինչ է կատարում Տիկին Գալստյան։ Խնդիրը նրանում է, որ մենք քվորումի խնդիր ունենք եւ ես կարող եի ինքս ինձ քվեարկել եւ կլինեի նախագահ արդեն, բայց քանի որ ես չեմ ուզում ինքս ինձ քվեարկելով դառնամ հանձնաժողովի նախագահ, նախընտրում եմ 2 տարի մնալ ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհակալ եմ։